Ողջույն հարգելի հետևորդներ, մենք եթերում ենք նախատոնական տրամադրությամբ, որքան էլ որ դժվար է նախատոնական ասել, որովհետև հոգսերի եւ իրավիճակի մեջ ճնշված երկիրը, տոներն էլ այդպիսի տոներ չեն, որ ժողովուրդը սրտանց, հոգով, սրտով ուրախանա, այնուամենայնիվ այսօր չի լինի քաղաքական եթեր, այսօր կլինի մերձ քաղաքական։ Իմ հյուրն է քաղաքական սատիրայի մեծ վարպետ, հանրաճանաչ Արամ Մանուկյանը։ Բարև ձեզ, բարև։ Արամ ջան, ճիշտն ասած ես հետևում եմ ահագին ժամանակաձեզ, երևի թե դուք այսպես պետական մտածողությամբ, ավելի շատ ազգային մտածողությամբ TikTok-ում եք շատ գործունեություն ծավալում եւ հայտնի է, որ Հայաստանը հիմա գտնվում է հիբրիդային հարձակման ներքո եւ այդ հիբրիդային հարձակման առաջամարտիկը ձեր Ախոյանն է, այսպես ասած, չնայած ձեզ նա ինչ Ախոյան, Քամրանն է։ Դուք ինչ նկատառումներով այսպես կանգնեցիք նրա դեմ ու ցույց եք տալիս, որ լսիր ընկեր չի կարելի զգուշեղի։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ TikTok-ը ինչի համար եմ շատ այնտեղ, այսպես ասած, կռիվ տալիս, սիմուլյացիան ուզում հասնել, քանի որ ավելի շատ խնդիր կա TikTok հարթակի հետ կապված։ Մեր հայերիս ռուսների մոտ չկա, ադրբեջանցիների մոտ չկա, թուրքերի մոտ չկա, բայց մեր մոտ TikTok հարթակը, որ կարան ճիշտ օգտագործեն, հակառակը ամբողջովին թարս են օգտագործում, լրիվ ճիշտ հակառակն են օգտագործում։ Ինչը վերաբերվում է Քամրան ռազմավարի մասով, ես իրան զգուշացրել եմ, ես իրան առաջարկել եմ, թե գրելով, թե ձայնայինով, թե ուղիղ կապի միջոցով, վիդեոզվանոկով, տեսա զանգով, ու ասել եմ, որ մի արա, ես չեմ անի։ Եթե անես, տեսես հետևանքներն է ունենալու, ինքը չէր հասկանում, չէր հավատում, ես վերջի զրույցը, որ ունեցել եմ, ինքը արդեն մի քիչ սթափվել էր, մի քիչ արդեն ոնց որ ուզում ուղիղ կապի մեջ եք իրար հետ։ Եղել ենք, նշի որ ուղիղ կապի մեջ։ Հա, զանգել եմ, արդեն զգացել եմ, որ կա տարբերություն։ Էլի ասել եմ, կամ ներողություն ես խնդրում հայերից չէ շարունակում, կամ ավելի վատ ալնելու։ Ու դու տեսել ես, ես պրոստը խոսացող չեմ, էլի։ Մի խոսքով ինքը մի անգամ խոստովանեց, որ ինքը պետական աշխատող է, պետական ծրագիր է, ինքը խոսք տալ չի կարող, որ ինքը չի անդառնալու հայերին, ես էլ ասացի դե ուրեմն ես էլ իմ ճանապարհն է, ես էլ պետք է անցնեմ, ինչքան անես ավելի վատ քո համար ալնելու։ Հիմա իր կյանքը կարող է, չգիտեմ, ֆինանսապես լավ է այդ որ օգնում են իրան, հա, բայց շատ բարդացել է իր համար, որտեվ արդեն իր երկրում էլ հրամանի տակ ապրող մարդ է։ Ջան, հրամանի տակ ապրող մարդ է։ Հա, ինքը սովոր է, պետք է ստանա հրաման, կատարացի է։ Հա։ Դե չգիտեմ, հիմա կարծում եմ ինչ որ էլի դրական տեղաշարժ կա, փոփոխություն կա, որ ինքը մի օր կգա ծնկի, հայազգի դեմ, ինչը որ ինքը ասել է, ինչը որ մեր եղբայրների շիրիմներին արտահայտվել է, մեր կանանց մասով ինչ որ խոսացել է, գոնե այդ մասով ինքը պետք է համային հավությունից ներողություն խնդրի։ Այդ հարցը ամեն մեկը իր ձևով ոնց կների, չի ների, բայց պետք է դա լինի, որովհետև ունես չի որ մենք ծնկի եկած ենք կամ չգիտեմ մենք եսիմ ինտեգրով ոնց որ ըստ իրանց փոխված լինենք, ես չեմ ուզում թերագնահատել, հիմա մենք ես չեմ ուզում իրանց թերագնահատեմ, մեզ գերագնահատեմ, կարծիքով դա սխալ բան է, թշնամունը պետք է ճիշտ ճանաչես, ճիշտ գնահատես, ինչքան էլ չսիրես, բայց գալու է այդ օրը, հաստատ գալու է ինքը դա անելու է, ուզի չուզի, որտեվ իմ ճանապարհը շատ հեռուն է ու արդեն կա, ես գծել եմ, դա պետք է լինի։ Վաղ թե ուշ ինքը անելու է դա։ Իսկ պատկերացնեք այսպիսի սցենար, դուք շատ ազգային մտածողությամբ այդ Քամրան ռազմավարի դեմը կանգնած, դեմն առնում եք ոնց որ ասած ժողովրդական, բայց հանկարծ եւ
էքստրադիցիայի հարցով դիմեն մեր իշխանություններին ու մեր իշխանությունը ձեզ էքստրադիցիանի Բաքու։ Օրինակ։ Անկեղծ կուզենամ, աննորմալ չեմ, մասամ խի կուզենամ, որը նման բան լինի հայ ազգը ընդհանուր կարտնանա, որովհետև իմ նման մարդուն, իմ նման տղուն, եթե այդպես բան անեն, եթե այդքանից հետո ազգը չարտնանա, ուրեմն ազգ չի, ցեղել չի։ Այսքանից հետո որ չի արտնանում։ Դե այդ եմ ասում, հենց այդ է, եթե իմ կյանքն է դրվում, հա, այդտեղ իմը քոննա, քոնը իմն է, ինչ տարբերություն։ Այսօր իմը այդպես հեշտ կանցնի գնա, վաղը քոնը։ Ամեն մեկը պետք է իր մասով մտածի, հետո դա հասկանա, որ դա հանրապետությունն է, պետությունն է, դա ազգը, դա դարերով եկած է, դա չգիտեմ, մի բաժակ ջուր չի, այսօր ունես, վաղը չունես, հիմա խմես, էլ չի լինի, հետո կեթաս կառնես, այտենց հեշտ ձեռք չի բերվել, ինչքան արյուն է թափվել, ինչքան պատմություն է գրվել։ Հիմա այդ էլ կդառնա իմ պատմությունը, ինձ որ տարան բնականաբար պետք է տանեմ Վնաստան, չէ՞, բայց ես չեմ հավատում, որ այդպես բան կլինի, բայց ուզում եմ այդպես բան լինի։ Ինչքան էլ որ աննորմալ կթվա, իհարկե, եթե իմ կյանքով պետք է լինի, թող լինի։ Ես բացի իմ ընտանիքից, ես մեկն եմ, բայց բացի իմ ընտանիքից իմ հայությունը իրականում պիտանի մարդ կլինեմ, չէ՞։ Այդ դրանով լուրջ մեսիջ կլինի աշխարհին ու իմ հայությանը։ Բայց չէ, ես այդպես վատ բաների մասին չեմ մտածում, ինչքան Չէ, ես ուղղակի ինչքան էլ ինձ շատ են, ձեր ասած ինձ շատ են իրականում գրում։ Շատ են գրում, անգամ ազիկներն են գրում։ Մի օր այտենց բան կլինի կտենաս, Բելայի մասով կհիշեք Բելային մեր։ Բելայի մասով էլ էին ասում, տես, նա էլ էր այդպես խոսում, մեզի սենց էր անում, նենց էր անում, տեսար, ինչ եղավ։ Ուղղակի Բելայի մասը ստեղ այնա, որ Բելան պետք է չզբաղվի։ Բելայի տեղը տղեկը պետք է զբաղվեն։ Եթե աղջիկ հալով տղու գործը վերցրի անում, ամոթ է այն տղերքին, ովքեր այդ հարթակում կան ու կարան ավելի ուժեղ լինեն, իրենց հիմարի պես են պահում մեղմ ասած։ Ես այնքան կուզենայի շատ քաղաքական գործիչներ, ճիշտ է, խոսեցինք նախնական մեր պայմանավորությամբ, որ քաղաքական չի լինելու եթերը, բայց այնքան կուզենայի շատ քաղաքական գործիչներ ձեր մտածողությունն ունենային, ձեր անձնազոհությունն ունենային, ձեր ազգային էս մտածողությունը, պետականամետ մտածողությունն ունենային։ Եթե չէ քաղաքականության ինչի համար ես չեմ ուզում ինձ քաղաքականության հետ կապեն։ Իրականում ես չկամ, ես քաղաքագետ չեմ, քաղաքական մտքեր չունեմ, իմ ազգայինն է։ Իմ ազգային մտածելակերպն է։ Իմ անուն ազգանունը կարծում ասում էին, պապիկը պատմաբան է եղել ու հենց այնպես իմ անունը չի դրել։ Ես չեմ ասում ես կդառնամ Արամ Մանուկյանը, բայց ես գոնե այդ անունի մասով ինչ-որ մի բան թե իմ պապիկի պատվի, թե հենց Արամ Մանուկյանի մասով պետքա պահեմ։ Իմ մտողու անունը դրել եմ Մոնթե ու նույն ձև թող Աստված չանի իմ Մոնթեն պատերազմում Մոնթե լինի, դե չի լինելու, այդ մի Մոնթեն է եղել պատերազմում։ Թող ինքը սպորտում լինի, չգիտեմ, մշակույթի մեջ լինի, էլի ազգին ինչ-որ բանով պիտանի լինի։ Հարցը ստեղ մենակ քաղաքական որոշ ճիշտ է, քաղաքականությունն է որոշում այսօրվա մեր ճակատագիրը, վաղվա մեր ապագան։ Բայց ամեն մեկը իր գործի մեջ եթե պրոֆեսիոնալ լինի ու սիրի իր գործը, հաստատ սենց չի լինի։ Հաստատ մի Արամի փոխարեն 100,000-ավոր Արամներ կլինեն նույն բանը կգոռան, կեսը հոգնած չեն լինի։ Այդ վաղ քաղաքական գործիչ ինչ պետք է անի։ Պետք է նստի, լսի ձեզ, ականջները կա։ ու ծիծաղա ինքը իր վրա։ Դուք շատ լավ բան ասացիք, որ ձեր համար ուրիշի վիշտ, ուրիշի դժբախտություն չկա։ Կոնկրետ հայի դժբախտությունը ուրիշինը չի լինում, եթե հարևանը, հայրենակիցը, նույնիսկ անծանոթը հայ է եւ դժբախտության մեջ է, ծանրության մեջ է, ուրեմն դա ձերն է։ Դուք ապացուցում եք ձեր գործունեությամբ հենց այսօր, որ Ռուսաստանաբնակ մի հայ երեխայի բուժման գումար է պետք եւ դուք բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եք գալիս, գումարը հավաքել եք, ուղարկել եք, գումարը
առանց հավաքելու ուղարկվում է ձեր կոչով եւ նույնիսկ բարեգործական համերգ եք նախաձեռնել։ Ներկայացումս ամբողջությամբ հունվարի 28-ի ներկայացումս ամբողջությամբ հասույթը տրամադրվելու Արտեմի Բուժմանը, այս 5 օր TikTok-ում լայվեր եմ անում, ինչ նվեր ուղարկում են ամբողջությամբ պետքա ուղարկվի Արտեմին։ Մի վիդեո նկարել է, այդ վիդեոյի միջոցով $100,000 եւ ավել գումար հավաքվել էր արդեն իրենց հաշվին։ Էլի շնորհակալ եմ իմ ազգից, տեսեք ինպես մտածող մարդիկ են, չէ՞, որ ասել են, այնպես չի որ ես Արամն եմ, հա էլի իմ ֆակտորը թողին, բայց իրանք էլ են, չէ՞, ինպես մարդ, իրանք էլ ունեն սիրտ, հոգի, հասկացողություն, որ պետք է անենք, էլի պետք է անենք, լավ, բայ երբ անենք, ում անենք, ինչ անենք, բույսի պես պետք է ապրենք, հա, ուտենք, քնենք, ելնենք, էլի նույնն է։ Վերադարձի շրջանը սյուր, անընդհատ նույն շրջանը։ Արամ ջան, միայն Քյամրանը չէր ձեր, այսպես ասած, թիրախում։ Ինչ որ մի հատ շլդիկ շալիկով հայտնվեց, հետո ասենք դրանք մտածածին կերպարներ են, թե ասենք դուք հորինում եք, թե ինչ որ մարդու հանդիպում եք, հետո ասում եք կարելի է այս մարդու օրինակով խորանալ, սենց ասենք, էլեկտրիկ պետիկ, չգիտեմ, այդ ամեն ինչը կան, իրականում կան։ Շլդիկ շալիկոն ինքը վրացի է, Բաթումիում երբ որ ես հանդիպել եմ այդ շլդիկ շալիկոին, ինչի համար եմ այդ կերպարը տենց բեղերով բան։ Հա, ինչի համար եմ ես իրան վերցրել։ Չէ, բեղերով չէր, ուղղակի բեղը դրել եմ որ դառնա ադրբեջանցի։ Որտեվ ինքը ասաց հայերը լավը չեն, ազիկները ավելի լավն են ու սկսավ իրենց լեզվով հաստատ վատ բաներ ասել, որը որ չի հասկանում, բայց այդ ռուսերեն այդ բանը ասեց։ Ես ասացի, արի, sense մի հատ կերպար ստանամ։ Թրքալեզու, հա, վրացախառը, sense ինչ-որ շաշ ու ստացա այնի ինչ որ ուզում էի ու շատ տիպիկ ստացվել է։ Քյամրանը ամեն օր նայում է, ասել է, խոստովանել է, որ ինքը ամեն օր նայում է, իրան դուր գալիս է։ Մենակ դուր չի գալիս, որ ինչ-որ միտեղ ասելով շլդիկ շալիկովից աղի է։ Երևի վիժել է, չգիտեմ։ Քյամրանը։ Կլինի։ Իսկ այնտեղ էլեկտրիկ պետիկը իրականում կա։ Ես ճանաչում եմ այդպես մարդ, անունը ճիշտ է, ես եմ հորինել, բայց այդ կերպարը, հենց այդ կերպարը կա, ես ճանաչում եմ, Բանգլադեշում ապրում։ Վերջերս տանը գործանից ես էլ էլեկտրիկ պետիկի օրնագա գմփացր մի հատ, բայց նորմալ էր։ Տենց բան չեղավ, բայց ուղղակի այդ նայելով պատկերացնում եմ, որ ցանկացած մարդու մեջ կարող եք գտնել այդ կերպարները։ Հա, միշտ փորձում գտնեմ կերպարը ստեղծեմ։ Անցնենք քաղաքական սատիրային, դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, քաղաքական որևէ գործառույթներ չեք անում, որովհետև նշեցիք, որ քաղաքականության մեջ չեք ուզում մտնել, գործունեություն ծավալել, քաղաքագետ չեք եւ չեք էլ ուզում լինել, ազգային է ձեր մտածողությունը։ Ասենք շատ քաղաքական սատիրայի մեջ լինողը չի կարող քաղաքական դիրքորոշում չհայտնել շատ դեպքերում։ Օրինակ դուք դիրքորոշում եք հայտնում Սերժ Սարգսյանի ձայնով ու ձևով, ասենք, էլ չնշեմ, էլի, բոլորի, ովքեր որ կան։ Ու ասենք, ասում եք քաղաքականության մեջ չեմ ուզում։ Տեսեք, ես հիմնականում նմանակումները անում եմ իրանց իսկ բառերով, իրանց իսկ ասած մեմ դարձած խոսքերով։ Ես չեմ դնում դարձնում խոսքի հոп Փաշինյանը սենց, արիս Փաշինյանին կլնգեմ, հոп Սերժը սենց, Սերժին կլնգեմ, չէ։ Իրանց բառերով մի քիչ հումոր եմ ավելացնում ընդհանրապես։ Ամեն մեկին 4 ղեկավար ենք, չէ՞, ունեցել, 4-ին էլ իր չափով թե հարգում եմ, թե իրանց գործունեությունը չեմ սիրում, ինչ որ բանի համար կարելի է մի քիչ ասել հայսի ճիշտ է, ինքը էսի բերեց մեր կյանք, բայց էսի մեզանից խլեց, բոլոր 4-ն էլ։ Ոնց որ սիրում է ձեր հերոսներից մեկը ասել լավին լավ, վատին վատ։ Հա, լավին լավ, վատին վատ, անցանք առաջ։ Հա, իրականում մտենց է, լավին լավ, վատին վատ չի չասենք։ Ինչի համար չասենք։ Դեմոկրատ երկրում ենք ապրում։ Դեմոկրատ։ Ասում են։ Ասում են։ Բա եպիսկոպոսները ինչի են բանտարկված, որ դեմոկրատ երկրում ենք ապրում։ Դա արդեն մի քիչ խորանում ենք, վերեք ուղղվածությունը։ Չփոխենք, ես անձամբ եթե
Եթե ինձանով լինի, անձամբ ես չեմ ուզում, ընդհանրապես չեմ ուզում քաղ բանտարկյալներ լինեն։ Հիմա չգիտեմ, մի տեսանկյունից կարան քաղ բանտարկյալ իրանց չհամարեն, բայց իրականում քաղ բանտարկյալ են, որովհետև նման որոշ արտահայտություններ անելուց հետո են հայտնվել այդտեղ։ Ամեն դեպքում ես sense եմ կարծում, ես իրանցից մաքուր չեմ, որ ես իրանց դատ եմ։ Կուզենա իրանք դուրս լինեին։ Այսինքն Աստվածաշնչյան այն կոնկրետ բառը, որ մի դատի որ չդատվես, բացի մի դատի որ աշկի չոփը, չէ։ Քարնետելը։ Հա, այդել, հա։ Ով որ մեղք չի գործել, ով որ մեղք չունի մաքուր է, թող առաջինը նա քարնետի, էլի։ Ճիշտ եք ասում։ Հիմա լսեք, եթե ես ոնց դատեմ այդ մարդկանց, եկեղեցական, բոլորսը գիտեն եկեղեցականների մեջ կան, հա, մարդիկ, ովքեր որ, չգիտեմ, ըստ Աստվածաշնչի կլինի, չգիտեմ, այս աշխարհիկ կյանքում կլինի, ունեն գործած մեղքեր։ Հիմա ես աշխարհիկ կյանքով ապրող մարդ, ամեն Աստծո մեղք եմ գործում։ Մի քանի ձևի, չէ, հա, ես այս տգետս կոպիտ ասած, ոնց կարամ այն մարդու, որ ճանապարհ անցել, թեկուզ լավ Աստված տեսել է իր մեղքերն էլ իմն էլ։ Ես ոնց դառնամ Աստված նրան դատեմ։ Ոնց, եթե ես նրանից գիտելիքով քիչ եմ, ես նրանից ոսկի ճեմարան չեմ սովորել։ Հաստատ ինձնից շատ Աստվածաշունչ կարդացել, հաստատ ինձնից շատ Աստծուն մոտ։ Ես ոնց դատեմ։ Ես sense եմ մտածում, բայց նրանց անպաշտպան թողներն էլ ճիշտ չի, չէ։ Դե անպաշտպան օրինակ ես որ տեսնում եմ համասեռամոլներ են այդում ինչ-որ եկեղեցու վրա քացով խփում դրան բան, շանտաղություն է դա, էդի չգիտեմ, ես այսանից ուժեղ պատիժ չեմ տենում, Աստծուն եմ թողում, հաստատ Աստված իրենց կպատժի, համոզված եղեք, այդպես մեկը չի եղել, որ չպատժվի։ Հիսուսին է որ չարչարում էին 30 տարի ծնված օրվանից իրեն չեն ուզեցել, չէ՞ շատերը իմացել են որ Աստծո որդին է ու սկսել են հալածել, չսիրել, չէ՞։ Իր ժողովուրդը վերջում այդ 30 տարի Աստված 33 տարի համբերեց ու բոլորին ապացուցեց ու պատժեց, չէ։ Հիմա մի քանի օր, մի քանի ամիս, մի քանի տարի է, ինչ իմանանք։ Դրանք իրենց պատիժը կստանան։ Բայց ես ուզում եմ մեր երկրում խաղաղություն լինի, բոլորը իրար սիրեն։ 4 ղեկավարները բռունց կլինեն, ինչքան է որ դժվար է, ինչքան է որ դժվար է իմ ուզած այդ է։ Երբ որ այդտեղ լինեմ, ես 10 տապատիկ ուժեղ կլինեմ։ Ես ավելի խելացի կլինեմ, ավելի ուրախ կլինեմ, ավելի ժպտերես կլինեմ, ավելի շատ հումորներ կան։ Եթե ես եմ ասում, մյուսներն իրենց գործի մեջ։ Այդ որ մի հայ չի ուզում, որ մենք միասնական լինենք։ Դե միասնական լինելը դա ազգի փրկությունն է։ Հա։ Հիմա գիտեք ինչ վիճակում ենք մենք, նայ, քանի որ խոսում ենք Ադրբեջան, այդ հիբրիդային, այդ հարձակումներ, բան, Քամրան եւ այլ շրդիկ շարիկով կարևորը հիմա որ հանկարծ քաղաքական էլի դառնա հարցը։ Մի խնդրանք էլի, որպես Արամ Մանուկյան մի պատասխանեք։ Ասենք ձեր հերոսներից ինչ որ մեկը ով է դարձին պատասխանել է, նրանով պատասխանեք ես իմ ասացին։ Ադրբեջանցիք այսօրվա թե ղեկավարությունը, իշխանությունը ընդհանրապես, թե այդ Քամրան մամրանները դրանք էլի, իրենց ձեռք բերածով այնքան հպարտ եւ ուրախ չեն, այդ տեսեք ասում եք Քամրանն էլ տեղ է գալիս, որ ասում է ես աշխատող եմ, ինձ հրամայում են, ես անում եմ, չեմ կարա չանում, չէ՞, ասեցիք։ Նրանք իրանց ձեռք բերածով ու այսպես կոչված հաղթանակով այնքան ուրախ չեն, ինչքան մենք մեր կորուստներով, մենք ասելով մեր իշխանությունները, մեր որոշ քաղաքական շրջաններ մենք ենք, մեր իշխանությունը մենք, չէ՞։ Ինչպեսին որ դուք եք, այնպեսին էլ ձեզ իշխանավոր կկարգեմ, չէ, այդ ինչի համար եք նայում։ Թե եկեք այտենց է կարանք նայենք։ Ես որ ես եմ չեմ ընտրել։ Ասած բացահայտ ասում եմ։ Ոչ մի իշխանությանը չեմ ընտրել երբեք։ Ինչի։ Չեմ ուզեցել։ Բոլորի մեջ տեսել եմ մի բան, որ բայց վատ վիճակա չէ, որ դու քո կորուստներով ավելի հպարտ ես, քան թե
Հիմա դուք ուրիշ տեսանկյունից այդ ձև եք ուզում, այդ ձև եք մեկնաբանում։ Հիմա իրանց լսենք, իրանք ավելի գեղեցիկ կասեն այդ ամեն ինչը։ Ես ու դուք կզարմանանք, լուրջ եմ ասում։ Դրա համար չեմ ուզում դատեմ, ես իմ մեջ այդ մեկը էլի։ Երբ որ ես իմանամ իմ ասածը ձեր լսարանին, իմ լսարանին չի խանգարի, չի դառնա դրոշակ, որով որ ես կարող հետո փոշմանեմ իմ ասածի համար, ես կարտահայտվեմ, բայց ես կարամ իմ կարծիքը պահեմ իմ մեջ։ Այդ մասով խնդրեմ ինձ կներեք։ Ներում եմ, դե ասացի, որ հարցը որ դուք չեք ուզում պատասխանել, ինչ որ քաղաքական գործ չի։ Անցանք առաջ։ Այդ Գործ ունենք, դա մի մոխանատ գործ է։ 21-րդ դարում ենք ապրում։ Լավ, այսքան քաղաքական գործիչի նմանակում եք։ Այսքան բան եք անում, ասենք, նույնիսկ այն ձևով, որ իրոք ծիծաղ է առաջացնում, լիաթոք ծիծաղ եւ հումորային է բան, թե ոչ ոք չի նեղանում, ձեզ ասող չկա, ես ինչ ես անում, ախպեր, խի, բա մեր շեֆին, բա ոնց մեր շեֆին դու ով դառար մեր շեֆին բան ասես։ Էդի հա, բայց շեֆերը չէ, որովհետեւ շեֆերը բարձունքի վրա են, չեմ կարծում, խելագեցի, խելոք գիտակից մարդ, բանիմաց մարդ, ասի ինձ խելք նմանակում։ Վազգեն Սարգսյանի դիմաց Վազգեն Սարգսյանի Սամվել Բաղդասյանի նմանակում էր։ Կարեն Դեմիրճյանին էին նմանակում։ Նման մարդկանց, նման լեգենդներին, ազգի հերոսներին, որ նմանակել են իրաց ներկայությամբ։ Հիմա քաղաքական գործիչները ինչ պետք է ասեն, ինչ պետք է, ինչ գեղավարի, քաղքենիավարի, ինչ որ բան ուզենան վաղցնեն։ Թեկուս հետո վախցրին բա հետո ወይ կարող է վախենաս չէ դե հիմա բա որ ես եմ ու չեմ գիժեմ իրանցից գիժը ես եմ խոսքս դե վախեցնելը չի մոտեցումն է ճիշտ տեսեք մարդիկ կան խոսքի իմ հետ խնդիր չեն ունեցել երբեք ու կարծում չեն էլ ունենալու որովհետև ես այդ մարդկանց չեմ քլնգում Հա, պահեր լինում է կոպիտ է, որ արժանի են նույնիսկ լոմելու ոչ թե կլկի։ Քիչ էլ է, բայց հիմնականում մեկնաբանություններում գրում են իրենց բալետչիկ ասեմ էլ, ես բառը իրենց համար է, բալետչիկները, ոչ թե գաղափարակիցները, այլ բալետչիկները, պրոստը բալետչիկ են իրանք։ Ֆուտբոլը ոնց է հիմա խոսքի, ես բալետչիկ եմ, բայց ես տեղը գալիս եմ մարզիչին ասում եմ, չէ՞ Դու ով ես դու ոնց արա խի զամեն չարի խի սեշչարի արա ես բալետչիկ եմ ես պրոստը խոսացող ու նայող եմ այդ թատրոնը Պահանջատեր եմ ես ինձ պետք է կրեմ հա բայց ես իրավունք չունեմ չէ ես իրան ասեմ խաղացողին ասեմ խի ծուր տշիր չէ այսինքն դուք պատկերացնում եք ձեզ հələ մի հատ խաղացողի տեղը տենա ես ոնց կտշեի էլի կարամ իրան նման ես կարամ ես էմոցիոնալ եմ շատ ես դաշտում շատ եմ լնում Հա, ու շատ եմ նման վարկագիծ ցուցաբերում, որ հոп, էսյան խի արաբան չեմ մրցավարին էլ եմ անգամ եղել, ասում ես ինչ ես անում, ես տեսար ինչ արեցիր բան, բայց հետո հասկացում ես սխալ եմ անում, պետք է մի քիչ ինձ տիրապետ եմ ընդամենը, որտեվ ես այդ իմ ասելով նրան վնասեցի, ինձ էլ վնասեցի, առաջին ինձ վնասեցի, որտեվ իմ մասին հիմա կարծիք կարա ձևավորվի այդ մարդու մոտ Որ ես բան չեմ հասկանում, բայց եկել եմ առավոտի ծիրիկուն զավզականում եմ դաշտում։ Ես դաշտի ծիրիկուն 2 ժամ է։ Չէ, դե ես դաշտով օրինակը բերեցի 2 ժամ քիչ է։ Այն նախախաղային ընդմիջումն էլ հանած ընդհանրապես ժամ ու կես է։ 15 րոպե։ Հա։ Բայց այդ 15 րոպեում ինչեր է կատարվում։ Հա։ Դուք քանի որ ֆուտբոլին շատ մոտ եք եւ ընտանեկան առումով եք ֆուտբոլին շատ մոտ ոնց ձեզ զգացիք էս պարտությունից այդ քաղաքական չի չէ այդ հարցը եթե դարձնեք քաղաքական ես կզգամ բայց ոնց որ կա ասած ինչ-որ բան չէ չկա հաստատ չկա պարտություն է ինչ է մի հատ ավելի կմանրամասնեք ինչ եք ուզում լսեք ինձանից ուզում եմ լսել այն ինչ մտածում եք Ես երբեք մարզիչին չեմ քննադատի։ Մարզիչ մի քննադատի, ես չեմ, ասում եմ ոնց զգացիք այդ պարտությունը, ոնց տարաք։ Օրինակ ես շատ ծանր եմ տարել։ Ես էլ եմ շատ, բայց ոչ մարզիչից, ոչ խաղացողներից ծանր չեք տարել, դա հաստատ եմ ասում։
Դե բնական է իհարկե, Բայց մենք մեկ-մեկն ենք խոսում, իբր դուք այնքան չեք հասկանում, Այ որ ես լինեի, ես գոնե արա որ ելնում կրվում եք։ Խոսքի չէ, սս բաներ ենք խոսում։ Բայց մի հատ թեթև հաջողություն արելում, հելում ուրախանում բան, չէ։ Այդ ո՞նց է, այն որ ասում է լայնորես ուրախացող կեղծ ընկեր, հիմա մենք կեղծ ընկերն ենք։ Երբ որ պարտվում են, նրա հելում աշխարհով մենք մեզի խայտարական էլ մենակ լավ գիտենք։ Բայց հենց կրում են հոп, հելանք խմեցինք, էս արենք, այն տեսա։ Ոտի վրա ենք կենաց խմում։ Հա։ Ինչ վերաբերում է պարտության մասով, ակումբները թող մտածեն։ Ես առնչվել եմ, հեսա կասեմ, առնչվում եմ ու դեռ առնչվելու եմ, քանի ես կամ։ Ակումբներն են մեղավոր։ Հիմա դուք ասեք ակումբը ինչի համար մեղավոր, հիմա որ Իսպանիայի չգիտեմ, Բետիսից մարդ բերեն գալիսկին որ Ուրարտուն ինչ մեղավոր է, չէ՞ ասելու եք։ Հա։ Նմանատիպ ակումբները, այսօրվա այս մեր էլիտան, ակումբների էլիտա ասեմ, իմ աղբոր առաջ շատ խնդիրներ են առաջադրել։ Շատ խնդիրներ։ Այդ խնդիրները հաղթահարել է, էլի խնդիրներ են առաջացրել։ Զոտ ինչի համար, իմ համար, մի 2-3 ակումբ իմ համար, իմ մեկնաբանության համար, իմ քաղաքական մեկնաբանության համար։ Տեղից որոշեցի քաղաքականությամբ չզբաղվել։ Չէ, ես ախր ցավը տանեմ, քիչ դեբիլ կա քաղաքականության մեջ, եթե չունեմ այդ գիտելիքը, ինչով լցնեմ այդտեղ։ Այնքան շատ են, իմ պակասը չի զգացվում։ Հիմա եթե ես ասում եմ շատ դեբիլներ կան այդտեղ, ու ես չունեմ անգամ իրանց չափ գիտելիք, մի դեբիլս էլ էթա ինչ անեմ։ Քաղաքականությունից, հա։ Քաղաքականությունից իհարկե, քաղաքականությունից։ Քաղաքագետերին է թվում, որ իրանք Չէ, լավ, ես մտա մեջ խառնեցի հարցը, այդ մեկնաբանությունների համար ձեր եղբորից են, ասենք մուռ հանում, սենց ասեմ, վրեժ լուծում։ Հա։ Ու իրանց լավ են զգում։ Հետո կերել։ Ասենք օրինակ մեկնաբանություն եք արել, ես կզանգեի, կասեի, ինչ եք մեկնաբանություն արել։ Հիմա մի րոպե, չէ, բա ինչ իրավունք ունեմ եղբորից վրեժ լուծեմ։ Հենց այդ եմ ասում, ես եմ իմ եղբոր հետ չունեմ, քիչ տներ կա, որ երկու աղբեր իրար հետ չունեն։ Վաղնա իմ աղբերը հելում ասում, գիտես ինչ կդու ես խանգարում ես։ Օրինակի համար։ Հիմա այն մարդն է տաղանդ է, այն է ֆուտբոլի մեջ է տաղանդ։ Ինչ իմ մի ասացի համար, իմ էմոցիոնալ գրելու համար, չնայած որ տեղին գրելու համար, էդ էլ ասեմ, դու բռնես, այդ երեխու դեմը առնես, բայց այդ երեխան չգնաց, այն մեկին տարան բանակ, այն մեկին չգիտեմ ինչ այն, այն մեկի տեղը ուրիշի վերցրեցին սելեկցիայով։ Հասանք 9-0-ին։ Հեսա բա հենց էտա, հիմա ըստը ֆեդերացիայից հարց չկա, խոսում ենք, շատ ենք խոսում, շատ բաներ էլ կա, կարող եմ ես համաձայն չլինեմ, բայց եթե այստեղ մանկապատանեկան ֆուտբոլից ենք խոսենք, եթե այստեղ խնդիր կա, լուրջ խնդիր կա, այդ եղածի մեջից ո՞նց հավաքի տա, եթե այս բազան ունի ինքը, ո՞նց եք դուք ուզում իս հրաշքներ գործեն։ Այդ բազան էլ ասում ակումբներն են չէ տալիս։ Իսկ ֆեդերացիան ակումբի վրա այդ վերահսկողությունը չունի հաստատ։ Չէ, դուք համաձայն եմ, ինչ որ լավ, այս պահը ֆուտբոլայինով գանք էլի։ Չէ, չենք անցնում, մնում ենք։ Հա։ Հիմա ես մի հատ այսպիսի հարց տամ։ Ֆուտբոլում ով է թելադրում, մշակում եւ կանոնակարգում խաղի կանոնները, ֆուտբոլ խաղի կանոնները չէ։ Համակեցության այդ խաղի կանոնները են, որ ասում են խաղի կանոնները թելադրում է այս ինչ մարդ է, ինչ մարդ է։ Այդ ակումբների հարաբերությունների, աշխատանքի եւ այլնի կանոնները ով է կանոնակարգում, ով է սահմանում։ Ֆեդերացիան չէ, ֆեդերացիան չէ, դա վсё։ Հա, բայց չէ, լիքը նրբություններ կա, դուք ընդհանրացնում եք, բայց այդ սա խնդիրները չեք ասում։ Ասում եք դու պատասխանատուն ես, պատասխանը պետքա տաս։ Բա Հա, բայց այդքան հեշտ հիմա համերգ եք տալիս։ 10 թիմ կա, համերգ եք տալիս, Արամ ջան։
Համերգը շատ վատ է գնում տեխնիկայի բանի, ասեք ես մեղավոր չէի, հնչյունային ռեժիսորներ մեղավոր, Կասեմ, երաժշտություն դնողներ մեղավոր, այս ինչներ մեղավոր, հագուստ կարողներ մեղավոր, բացի ինձնից բոլորը մեղավոր են, ես Ես չկամ։ դա չեմ սիրում, չէ, այդ մի բանը չեմ սիրում, որ բոլորը մեղավոր են, ես մեղավոր չեմ, դա չեմ սիրում։ Առաջինը ես եմ մեղավոր։ Վերջ։ Հիմա տեսեք ինչ եմ ասում։ Ստացա իմ հարցի Եղել է պատասխանը։ ներկայացում, որ իմ միկրոֆոնը թերի է եղել։ 20-րդ րոպեներ անցել էր ու միկրոֆոնս արդեն հանդիսատեսը բոլորը տեսնում էին, որ արդեն ինչ-որ կարա նեգատիվ մտնի։ Խանգարում է ինձ, չկա, գնում է, գալիս է։ Ես հանել եմ սիրուն, ժողովրդին իմպրովիզով, հումորով, բանով, դրել եմ մի կողմ առանց միկրոֆոն իմ ներկայացումը արել եմ, վերջում մոտեցել են, ասել են, որ տեսանք, նկատեցինք, բայց այնքան լավն է, այնքան սենց, լավ անցավ։ Այսինքն ամեն հարցի լուծում կա, մեծ ֆեդերացիայի մասով։ Չեմ ուզում նստապահություն ստեղծել, պաշտպանում եմ։ Չէ, ես ոնց կան հենց եք ասում։ Ընդհանրապես չեմ պաշտպանում։ Ձեր կարծիքն եք ասում։ Ինչի համար չեմ պաշտպանում, որովհետև ոչ այնտեղ ախպեր ունեմ աշխատող, հակառակը որ կարար, չգիտեմ, ախպերս երևի եթե պաշտպանելուց լինեի, ավելի լավ ակումբում խաղար, ավելի բարձրակարգ, հավաքականում էլ լիներ, չգիտեմ։ Ոչ պաշտպանում եմ, ոչ ուզում եմ պաշտպանեմ։ Ես չի եղել հավաքականում, հավաքականը եղել է։ Մինչև 19-ների հավաքական խաղացել է։ Հուսանք 21-երը կմտնի, տեսնենք։ Հուսանք։ Եթե տաղանդավոր երեխա է, իսկ ես գիտեմ, որ լավ երեխա է, հաստատ կմտնի։ Տաղանդավոր երեխա է։ Հիմա ակումբում որ կանչում են ախպորս հավաքականից, ակումբի մարզիչը, ասում մենք այդտենց երեխա չունենք։ Ֆեդերացիան ի՞նչ մեղավոր է, կարեք ասեք։ Չէ, բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել այդ մի բանում ես չգտա։ Այդտենց ախպորս դեմը մի 10 հատ դեպք ա եղել։ Մի հատ ասացի կոմենտ գրելու համար, մի հատ պրոստը զեմլյակին էին ուզում ուղարկեին, բայց էլի ֆեդերացիից նկատել էին իրան, ասել էին չէ ինքը թող գա։ Ֆեդերացիից, այսինքն հավաքականի մարզիչ։ Հավաքականի մարզիչ, ոչ թե ֆեդերացիայից, կարծում տարբեր բաներ են։ Չէ, հավաքականի մարզիչը համարվում է ֆեդերացիայի աշխատող որպես այդպեսին, բայց կոնկրետ հավաքականը ցուցումով չի եղել, այդ նկատի ունեմ։ Որոր իմանամ իմ ախպեր ինչ որ մեկի զանգով մեկի ասած ով է խաղում, ուրեմն ինքը կարա այդ թոշակի։ Ես այդ ֆուտբոլը չեմ ուզում։ Երիտասարդ թոշակը։ Հա, ես այդ ֆուտբոլը չեմ ուզում։ Ես դա չեմ ուզում։ Ինքը պետք է հասնի իմ ու իր երազանքին։ Դրա համար փառք Աստծո, որ ինպես ախպեր ունի, ինչքան է դեմ առնեն, ես դառնալու եմ այդ հարցի մեջ քաղաքական գործիչ ու ղժղժամ։ Այնքան ղժղժամ, ինչով իմ հարցը լուծվի։ Այսինքն էլի քաղաքական գործիչների բոստանը քար գնաց։ Նրանք ղժղժում են։ Հա, գործ չեն անում։ Հիմա ասում ենք ներկայ իշխանություններին բոլորը քլնգում են, չէ՞։ Ընդդիմությունը ինչ անում, կարեք ասեք։ Իմ քո գործը պետք է իրանց գործը ես ու դու ենք հիմա անում, չէ՞, ներողություն։ Իրականում ժողովուրդն է անում։ Բայց էլի այդ ժողովուրդից են, չէ՞, այդ ընդդիմությանը։ Բախի չեն խոսում, բախի չեն անում։ Ես Նիկոլ Փաշինյանին վիդեո էի նկարել, որ պարոն Փաշինյան, որպես երկրի վարչապետ 8 տարի է համաներում չի եղել, խնդրում եմ վերապահումներով, չգիտեմ, ես համաներում շնորհենք մեր քաղաքացիներին, այս 8 տարի չի եղել համաներում։ Մեծ արձագանք ստացավ, կարծում եմ վարչապետն էլ է տեսել, ու բոլորը մտնում գրում են, տեսար որ չարեց։ Բայց հիմա բայց ուրախանում են, հա, որ չարեց։ Հա, որ ինձ ասեն, տեսար, դու ուզում էիր լավ բան անել, չարեց։ Ախպեր ոչ Նիկոլա ախպերս է, ոչ Քոչարյանը, ոչ Սերժը, ոչ մեկի պահողը չեմ։ Իսկ եթե ախպերը դներ կնմանակ էիր։ Հա, ախպերս էլ եմ նմանակ։ Ուրիշ բան եմ ասում։ Բայց օրենքը կա, գոյություն ունի, որ համաներում կարող են նաև առաջարկել մտցնել ազգային ժողով ընդդիմադիրները 50-40 քանի ձայնով։ Այդքան մարդ կան դե։ Դե թող մտցնեին այդ հարցն դե։ Խի չարեցին։ Նիկոլը չարեց, իրենք խի չարեցին։ Ճիշտը չեմ իրար հետ խաղում են։ Ես չեմ ասում խաղում են, մենք ենք մեղք ուղակի։ Այս ժողովուրդը մեղք կա։ Գնդակի նման ոնց ուզում տշում են։ Մենակ ընտրությունների շեմին գալիս են բոմժի նման ասֆալտ կանեմ, ասֆալտը ստուծս են հասցրել, չեմ էտենում, արա բոլոր իշխանությունների ժամանակ
ասֆալտով են եկել սաղ։ Ես ձեւ ընտրություն չի եղել, որ ասֆալտի թեմա չհիշեմ, չի եղել այդպես բան։ Եթե պետք է չեղե, երեք են արած, եղեք քանդել են, հաջորդ օրնել են արել։ Գործ են անում։ Հա, աշկա շատ լավ է, որ ճանապարհները մեր լավն է բան։ Բայց ասֆալտով չի։ Ասֆալտել են ուղեղները, սկատոկել են, դրա համար ժողովուրդը չի կարող ճիշտ մտածի։ Այն հները այնքան սոված պահեցին, այս ժողովուրդը սոված փորներն էլ չի գիտակցություն չունի, այդ գիտակցությունը ճիշտը ո՞րն է սրա։ Հիմա էլ կատոկա որ անում են ասֆալտը, ասֆալտի սոված պահածի կատոկեսանում вообще զնգզնգոց ամենա գալի։ Դատարկ ձեն։ Բա ոնց անենք որ մի հատ լավ բան ասեցիք, չէ, ես ուզում եմ որ գոնե զարթնի, ոնց անենք որ զարթնեն։ Աստված մեզ բոլորի սրտերը կփափկեսնի, ես հենց եմ մտածում։ Աստվածը սաղ անելու։ Մեր մեջ ես հələ չեմ տեսնում, այտենց մարդ որ իր հետևից կեթան կամ ժողովուրդը կուզենա X մարդու հետևից էթա, որտեղ միշտ ժողովուրդը խաբվածի դերում է եղել։ Միշտ խաբվածի դերում է եղել։ Ժողովուրդը անկեղծ շատ վատ վիճակում է։ Խոսքի պետք է իրար ասեն զոմբի, այնի պիցայա կերեսի, չգիտեմ ինչ։ Ինչ է իմ ու քո ժողովուրդը չեն։ Դու ինձ խի ասես զոմբի, ախպերական։ Մեկին ասում եմ պիցայա կեր։ Ես եմ ասում եմ պիցայա կեր։ Ես կյանքում պիցա չեմ կերել։ Հա կերել ես, բայց խենք ասում զոմբի։ Բախի ես բայց չէ որ այդ վատ պահելուց է դարձել այտենց։ Դուք եք զոմբի։ Հիմա որ սաղը եք զոմբի, սաղ են արել։ Ստե հարցը մի անձի խնդիրը չի։ Հարցը բոլորին համակարգի։ Հա, կարելի է համակարգել ասել, ինչի՞ չէ։ Դե բոլորս այդ համակարգում ենք, ուրեմն բոլորս յուրովի դառնում ենք ինչ որտեղ շեղված։ Դե եթե դուք ասում եք մարդու ուղեղը ասֆալտել։ Հա, ասֆալտել են, հիմա ասֆալտել են, ոնց ասամ։ Շատ բարեկամներ կան, որ քաղաքականությունից խոսում են, ես իրենց հետ չեմ շփվում, որովհետև իրանք մոլի են, էլի, ոնց ասամ, կամ էսի մոլի սրանական է, կամ նրանական է, ոչ մեկ հայկական չի, կամ նիկոլական է, կամ չգիտեմ քոչարյանական է, սերժական է, լևոնական է, ականն են, ասենց սաղ ականն է, էլի, դրա համար ես որտեղ դնում ես տրակում ես, դու էլ նորմալ մարդ ես, ոչ մեկական չես, դու ես տրակում, այս ժողովուրդը մեղք է, դրա համար հա տրակցնում են, գիժ ես դառնում, կամ պետք է լինես գիժ կամ իրանցից մեկը, խելոք մարդ եղա, հասկացա, քեզնից է իթալու, ուղեղը տրակելու է, մեռնես իրենց էլ մեկը բան չնա, ասում հա մեռավ գնացել։ Գիժերով էր ասում։ Ես իմ ականը շարունակեմ։ Հա, ես իմ ակակը տեսար, որ ելներ խոսքի էս ինչական, մեզական ելներ։ Աղանդի նման բան է դարել, իրականում աղանդավորների նման բան են դարել։ Այս քաղաքականությունով զբաղվողներ, մոլիները։ Այդպես չի։ Ինչ տարբերություն է, ինչականը թե ինչականը։ Թռվռոցը ուր որ գնաց հետդ կգամը, вообще լավներ։ Բաղան չի ինչը։ Անցանք առաջ։ Դե այդ անցանք առաջն էլ մի բան չեղավ, բայց ոչինչ։ Հիմա մի հատ հարց, չէ, արդեն շատ լուրջ հարց է եւ կարեւոր հարց։ Մենք ունեցանք բազմաթիվ կորուստներ, հերոստաղիքի կորուստներ։ Այ ամենացավը դա է։ Ունենալ կորուստ, ունենալ մի ամբողջ սերնդի կորուստ եւ հայտնվել այս վիճակում իմ համար ցավը դա է։ Ոնց եք այդ հարցին վերաբերում։ ոնց որ բոլոր գիտակից հայերը։ Չեմ ուզում ինչ-որ տարբերվեմ գեղեցիկ բառերով, չգիտեմ, ինչ-որ նախադասություններով բոլոր այն հայերից մեկն է ես եմ։ Իմ սիրտն էլ է ցավում, իմ հոգին էլ է լացում, հա, ասենց ասեմ։ Ինչի համար եմ ասում, ձեր նման մարդը հաստատ կունենար դիրքորոշում ու հաստատ շատ ծանր է տանում, որովհետև ձեր բոլոր քայլերը ցույց են տվել, որ ել եմ ասում, ուրիշի դժբախտություն ձեր համար չկա։ Մանավանդ հայրենիքի դժբախտությունն է շատ ծանր ձեր համար։ Դե հիմա ապրում ենք, բայց պետք է գիտակից լինենք, չմնանք այդ բանի մեջ, հա,
այդ ժամանակի մեջ, բայց նաև չմոռանանք ամենակարևորը։ Չմնանք այդ ժամանակի մեջ անցնենք առաջ, դե ոչ թե անցնենք առաջ մոռանանք, այլ առաջներս նայենք, փորձենք հզորանանք, բայց չմոռանալով, չանտեսելով, չվիրավորելով, չառամարելով, հիշենք մենք ով ենք, որից ենք եկել, ինչ ենք, ուր ենք գնում։ Ուր ենք գնումը դարել է պրոստը տանից դուրս գալու նման մի բան։ Տանից ելնում են ով ուզում է թվում է, ոչ մեկը ասում է ուր գնաց։ Այն մեկը մեկին զանգում է երբ կգաս, չէ, հերը տողում կամ չգիտեմ կնոջը։ Այսինքն նախորդ օրը չեն էլ մտածում վաղ ուր հազար ներողություն ես բարիս համար անվոռու գլուխ տուն չդառնանք, էլի։ Մեծ տուն ենք հիմա մենք, մեծ ընտանիք ենք։ Իմ ասած այդ է, որ այտենց այդ գլուխ բան չդառնանք։ Իմանանք ունենք այս գիծը, այս նպատակը, այս ուղին, սենց այդում ենք։ Ինչքան է մեզ ուզենան շեղը, հիմա ինձ շատ են ուզում շեղեն, իսկ ի՞նչ եմ շեղվում։ Շատ են ուզում, շատ են փորձել։ Անկամ այնքան են ասի արի մտի մեր կուսակցություն, ես ասում եմ, ես չեմ գնա, ես չեմ կարա։ Չեմ կարա ու չեմ ուզում, ես զզվում եմ քաղաքականությունից։ Մի մուտիլովչիկը ես եմ ելնելու որ մտնեմ, որը մտնեմ կարակ մտնեք գրեք մուտիլովչիկ։ Որտե մուտիլովքի տեղ է դա։ Ես չեմ կարող մուտի, գեներալ ասում էր, ասա թագուի մի մուտի պետք է անես է։ Հիմա այդ է։ Ես այնտեղ չգիտեմ, կան նաև հա, հիմա կարող է քաղաքական գործիչներ ասեն ընդհանրացնում ա մենք ազնիվ քաղաքական գործիչներ ենք, բան։ Բայց ես հələ այս վերջի ժամանակներում կան հա մեկը երկուս անուններ չեմ տա որ մտածում եմ իրանք էլ են իրական հայ հիստորիա իրանք ճիշտ ուղղություն կվերստեն կտանեն բայց կյանքը ցույց կտա եղել է որ մենք միշտ խափնվել ենք ես չէ բայց շատ ենք դե որ չես զբաղվում որ խափնվես զբաղվողները ես չեմ հավատում ես մենակ ժողովրդի ուժին սիրուն եմ հավատում որ շատանալու է այդ մի օր այդ սերը իրար հանդեպ հիմա իրար ատում ենք իրարից զզվում ենք բայց ինչի նախանձում դա հա պարակտվել է հիմա այդ է ուզում ասել ժամանակներով է եկե հիմա գիտեք ոնց է չէ սենց ասեմ խնձորը որ ворտնում հա ինչ որ սկիզբ ունելուն չէ ворտնելու այդ ворտը տվել են չէ Հիմա եկել է հասել այն վերջի պահ, ասում ես ինձի պետք չի էս խնձորը ու շպրտում ես։ Լեն այ ինչքան է ворտն է։ Այն ժամանակ երբ որ կետով կկտրեիր կհանեիր, դու ես Պողոսը Պետրոսը։ Այսօրը չէր էլ։ Կամ շուտ կսրսկեիր, որ այդ ворտը շատ խորը չգնա։ Ես այտենց եմ մտածում, չգիտեմ, բոլորին մեղադրելը հեշտ է։ Եթե ես ինձ մեղադրեմ, ես ինձ վրա շատ եմ աշխատում ու դեռ աշխատելու եմ։ Եթե ես ինձ մեղադրեմ, ին վրա աշխատեմ, ես կլինեմ լավ մարդ, նորմալ մարդ։ Դուք կլինեք ու տենց ընդհանուր կգանք մի գաղափարի։ Իսկ սենց ես ես բան չեմ ներկայացնում, քեզ եմ քլնգում, դու քեզ բան չես ներկայացնում Պողոսին ու սենց գնաց։ Մենք մեզի դրել ենք ասում էր, չէ, վարչապետը 3 միլիոն վարչապետ կա ինչ։ Դա մի տեսակ լուրջ են ընդունել, չգիտեմ, կարող է ասել որ լուրջ ընդունեն։ Բայց զարթնեք ժողովուրդ ջան, դες բան չկա, չի լինում։ Ինչքան է ուզենանք չի լինում։ Հիմա դու կարող մտածում եք ձեր հերթը երբ է գալու, այդ ոնց է Քոչարյանը, Լևոնը, Սերժը, Նիկոլը կարան, ես չեմ կարող, ես գիտոնս եմ, բան չէ, դա չի։ Ինչ սուտ էր ասում, որ 3 միլիոն վարչապետ ենք։ Կատակում էր։ Հա։ Այն որ ասում էր ոտով խփեն, դուռը բացեն, մտնեն ներսախպես, դա էր կատակ։ Հա։ Դե հիմա որ ամեն ասածի լուրջ են ընդունում, բա լուրջ ասածներին խի չեն նայում, լուրջ։ Դու ես լսել եմ չեմ տեսել բոլորն էլ ունեն թերություններ թե ղեկավարների մեջ թե մեր շարքային քաղաքացիների բայց ղեկավարները իրանք բոլորն էլ ունեցել են իրանց սխալները բայց հիմա որ խոսում են բոլորն էլ չէ իրանք երբեք իրանց սխալի մասին չեն խոսում են մյուսի հիմա մենք էլ շարքային քաղաքացի տենում ենք Հոպ, նախագահան սենց է ասում։ Դու էլ ես ճիշտ։ Հա, ասում երկուսը դե ճիշտ, մա 4-ն է ճիշտ են։ Ինչ իրար մասին ասում են 4-ն էլ ճիշտ։ Հա, ես անկեղծ ես այտենց եմ մտածում, որ 4-ն էլ ճիշտ են խոսում։ Այդ լավ բան է, էլի լավ սիստեմ է։ Բայց իմ հայն են,
Էդի որ իշքան էլ տես հիմա կարող մեկը Ներսում ինչ ասեմ, դրսում չեմ։ Արցախը հանձնածին դու ասում ես քո հայերը դու ոնց կարես բան չէ, ասենց ինչ որ ախպեր կան բաներ, որ կարելի է ասենց էլի։ Ես հիմա ադրբեջանցու մոտ խի պետք է գցեմ։ Ես ադրբեջանցու մոտ վարչապետի թասիբը պահել եմ։ Այդ վարչապետի թմակիցները որ մտնում են ձյանից ու են քրվում են, էսի թող լսեն ու իմանան։ Ես էդի քամրանի երեսին եմ ճպցրել։ Ասում էին բանը իր թմակիցներից ասում էին կհանձնեմ քեզի Բաքու դու ինչ գործ ունես Իլհամ Ալիևի կնոջ մասին երգ ես գրել։ Ինչ գործ ունես երգ։ Դե հիմա ասեմ ինչ գործ ունեմ, ես էլ ապացուցել եմ, քամերին է ուղղել եմ, ուղարկել եմ, տեսել եմ, մի հատ է վիդեո կնկարեմ դրա մասին, որ ամբողջ հայությունը տենա։ 2023 թվականին Ադրբեջանում պետական մակարդակով իրենց դերասանները բեմադրում են մի ներկայացում, որտեղ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը մի սցենայի վրա են։ Ու շատ լկտի տեքստով։ Ես ընդ ասում Լուկաշենկո բան չէ, մերի բան, դա սաղ աշխարհն է, ես երեխա վախտանից եմ հիշում։ Ինչքան է սուտ լինի կամ չգիտեմ ֆանտազիա լինի, չէ՞։ Ինչ կապա որ երեխա վախտանից հիշում եմ։ Հա, բայց պետական մակարդակով ներկայացում խաղան ու ունդե խոսքի պաշտոնյաները նստած հռռան ծապտան, որ ոնց էս ասում ես Աննա Հակոբյանը Ալիևի հետ կապ ունի բան, Նիկոլ Փաշինյանին վատ բաներ ասում, Արարատ Միրզոյանի։ Ես այ քամերային ճպցրել եմ, ասում էսի, որ ես 25 թվականին նկարել եմ։ Իմ երկրի ղեկավարին ու առաջի տիկնոջը կապնելու համար ես ձեզ պրոստը ատվետ եմ տվել, պատասխան եմ տվել։ Ինչքան էլ ես իր գաղափարակիցը չլինեմ, ինչքան իր վարած քաղաքականությունը սիրեմ թե չսիրեմ, ես ունեմ թշնամի։ Ազգային արժանապատվություն ու երկրի արժանապատվություն կա, պետության Էդ է ուրիշ ոչ մի բան։ Կարող է ես իմ երկրի ներսում ասում եմ գնամ իրան հակախոսամ։ Բայց ոնց ասեմ, մենք հիմա այլեմ աս տալ օրինակը բերեմ։ Ես ու հերս կռվում ենք, հերս ինձ ասում քո տիրոջ մերը, չէ, բայց հերս հելնի հարևանի մոտ ասի սրա մերը, հերս ինձ չի հարգում։ Ճիշտ եմ ասում։ Հիմա այս նույն պրինցիպով այդ եմ պահում։ Ես պետք է ազերիներից պահեմ անգամ իմ երկրի գալուբոյին։ Հայ գալուբոն ուրիշ է, էլի ասում։ Անմրցելի է նժդեներ, չէ՞ ասում։ Չէ, կատակ է դա անում, բայց դե հա էլի մեր ամեն ինչը պետք է պահենք, որ գինը ունենանք։ Համ մենք ունենանք, համ այդ ունեցածի այդ արժեքի գինը պետք է պահենք։ Գիտեք ես ինչ եմ ցանկանում, ասենք նախատոնական վիճակ է, նախատոնական արդեն տոնական նույնիսկ, որ մեր տոնը միշտ լիաթոք լինի, էլի։ Ասենց կիսատ է սրտիդ կեսը չուրախանա, կեսը սևի մեջ լինի։ Ես ուզում եմ, որ ամբողջ սրտով մենք ուրախանանք։ Մենք գալու է այդ օրն էլ է գալու։ Մենք հայերս ամբողջ սրտով ուրախանանք։ Եվ դրա մեջ մեծ դեր ունեն դերասանները, կատակերգուները, այսօր բոլորը լուր են, մտավորականները։ Ասենք մտավորականը կամ նա ինչ մտավորական, ասենք թատերական արվեստի հետ կապ ունեցողը ճիպոտի մասին չխոսի, ճիպոտի հարվածից չխոսի։ Այս վերջում էր, չէ, ինչ որ նման խոսացություն։ Տիկնիկային թատրոնի ճիպոտել էինք, հա, լավ հիշեցի, հա։ Ասենք ես ուզում եմ, տեսեք, շատ գնահատում եմ, էլի։ Նախնական երբ խոսում էինք, ասացիք քաղաքականության մասին չենք խոսում, ես զզվում եմ, ես չեմ խոսում ընդհանրապես, նույնիսկ տանը չեմ խոսում, բայց մարդիկ կան, որ արվեստի հետ կապ ունեն եւ իրանց մեծ քաղաքական գործ չի տեղ են դնում, հեղինակավոր կարծիքներ են ասում, էլի։ Ովքեր են որ։ Դե ճիպոտողները, օրինակ։ Ասում եմ Սրբազանին դատելը խիստ է, էլի, 20 հատ ճիպոտեին բաց թողնեին։ Ես հասկանում եմ, պետք չի, որ արդեն ասեցիք դուք ձեր ասելիքը, չեմ ուզում, որ բան ասեք։ Ես բան չեմ ասի, հաստատ։ Ես գիտեմ, որ բան չեք ասի, ես էլ չեմ ուզում, որ ասեք, որովհետև արդեն ասեցիք։
Ինչ կուզենաք մեր ժողովրդին Սեր 2026 թվականին բոլորին ցանկանում եմ միայն սեր, ընտանեկան, ընկերական, ազգային ջերմությունը, այն սերը, որ չգիտեմ, փոքր հասակից, մանուկ հասակից չեք ունեցել, իսկ այն հատուկ մարդկանց եմ ասում, ում մեջ հիմնականում չարությունն ու մաղձը կա, Աստծո օրհնությամբ, Աստծո կամքով այդ իմ թվարկածները ձեր տան մեջ լիանան, ձեր ընկերության մեջ, հայրենիքի մեջ, ձեր պատկերացրած հայրենիքի, իսկ ընդհանուր առմամբ խաղաղություն թող իրականում խաղաղություն լինի, իրական խաղաղություն լինի, ինչ-որ բաների դիմաց չլինի խաղաղությունը լինի, ինչպես Մոնթեներ ասում, մեր հաղթանակով, չեմ ասում հիմա պատերազմի եթանք պատերազմի կոչեր չեմ անում։ Ամեն քայլում դիվանագիտորեն նայ ապրեք, դիվանագիտորեն կլինի, չգիտեմ։ Ամեն քայլում մենք հաղթանակներ ունենք։ Թող հաղթանակների տարի լինի 2026-ը, ընտրություններ է լինելու, ընտրությունների մասով երազանքներ չունենակ, որ ասում ընտրությունների մասով հաղթանակներ, որովհետև ոչ մեկի հաղթանակը չեմ ուզում հայ ժողովրդի հաղթանակը լինի։ Իրական հայ ժողովրդի հաղթանակը լինի։ Այդ ժամանակ այդ իմ ասած թվարկած այդ սերը բանը ամեն ինչը կլինի։ Կսկսեն արդեն իրար սիրել։ Մենակ իրարից չզզվենք, չհեռու իրար վանենք, մի քիչ իրար լսենք, մի քիչ։ Ոչ թե ամեն դատարկ բան լսենք, այլ փորձենք մարդու ասածի մեջ ինչ-որ մի խելացի մեզ համար կարևոր բան հանենք, որը որ կարանք վաղը մյուսօր օգտագործենք իշա պետությանը։ Լավ էր, բայց մի խնդրանք էլի։ 1, 2 կամ 3 ձեր ամենաստացված բոլորն են ստացված, բայց ձեր սրտով հերոսների մաղթանքն էլ Հերոս լավ, մեկը անեմ էլի։ Մեկը արեք, լավ։ Ես Հովիկ Ղազարյանն եմ, աղբեր ջան, ես ուզում եմ 2026 թվականին բոլորի տներում ելի մեշոկներով կարտոշկա, որ դուք դուրս չգաք հագած փողոցում, մեկը ներվայեսի քանցով տակ տշեք դշ։ Ես եմ ուզում իմը, կտրտեք ծիպուլանեք, աղացանեք վրեր ուտեք աղբեր ջան, ես քանը։ Բա կարևորը մոռացեք դոգը։ Բոլորի ցանկանում եմ օջախներում լսեք աղջի ձունան ու շիկներ, ձեր ձմեռ պապիկներին չջղայնացնեք տղամարդկանց։ Տղամարդիկ էլ են գիտակից, սրա նրա ասած հետևից չգնեն, գիրկը չգնեն, թե չէ ես կընկնեմ իրանց հետևից, անցակ առաջ։ Այսքանը։ Շնորհակալություն Արամ ջան, շատ շնորհակալություն։ Ես էլ եմ մաղթում, որ 26 թվականին վերջապես կանգ առնի մեր կորուստների թափանիրի ընթացքը։ Ուզում եմ, որ գալիք տարում ունենանք բազմաթիվ թե դիվանագիտական, թե տնտեսական բոլոր առումներով հաղթանակներ, ունենանք միասնություն, պետություն, որի եռագույնը կծածանվի անդադար, բարձր, բոլորից բարձր եւ թող եռագույնները միայն եռաբլուրում չծածանվեն, եռագույնները թող ծածանվեն բոլոր հաղթանակների, մեր բոլոր նվաճումների պատվին։ Իսկ եռաբլուրին միշտ փառք պիտի լինի։ Մեր հերոս տղաները միշտ մեր հետ են, ցանկացած տարի դիմավորելուց մեր կողքին են եւ կլինեն մեր հետ այնքան ժամանակ, քանի դեռ մենք կանք եւ հիշում ենք նրանց։ Թող որ այս նոր տարին լինի միայն բարության եւ հաղթանակի տարի։ Շնորհավոր ձեր բոլորի ամանորը, շնորհավոր ձեր գալիք նոր տարին։ Ցտեսություն, մինչ հանդիպումներ նոր տարում։